Բարի երեկո սիրելի էջմիածինցիներ, բարի երեկո վաղարշաբաթ խոշորացված համայնքի սիրելի հայրենակիցներ։ Նոյեմբերի 16-ին դուք մասնակցելու եք ընտրությունների եւ ընտրելու եք ձեր նոր համայնքապետին։ Եվ ես որպես Գյումրիի ավագան ներկայացուցիչ որոշեցի ձեր հետ կիսվել մեր փորձով։ Իսկ ինչու՞մ է կայանում այդ փորձը։ Գյումրիի ընտրություններից առաջ իշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակեց վարկանիշային մի աղյուսակ, որով մոտ 46% էլեկտորալ վստահության քվեր տալիս իշխանության ներկայացուցին, 20% տալիս էին Վարդան Ղուկասյանին, իսկ այդ թվերով ես, Ռուբեն Մխիթարյանս, Մարտուն Գրիգորյանը եւ Կարեն Սիմոնյանը ընդհանրապես չէինք հաղթահարում ավագանու անցողիկ շեմը։ Մարտի 31-ի արդյունքների ամփոփումը ցույց տվեց ոչ միայն այդ աղյուսակի սին լինելը, այլ արդյունքները փաստեցին, որ ես, Մարտուն Գրիգորյանը եւ Կարեն Սիմոնյանը 2.5-ից 3 անգամ ավելի շատ ձայն ենք հավաքել, քան նկարված էր այդ աղյուսակում, եւ 4 ընդդիմադիր ուժերով մենք կարողացանք Գյումրիի համար ընտրել ընդդիմադիր քաղաքապետի։ Հիմա այդ նույն լրատվամիջոցը իշխանական այսօր հրապարակել է էլեկտորալ վարկանիշային աղյուսակ վաղարշաբաթի ընտրությունների համար, որտեղ իշխանության ներկայացուցի համար նկարել են 50+ ձայներ։ Սիրելի էջմիածինցիներ, սիրելի վաղարշաբաթ խոշորացված համայնքի հայրենակիցներ, ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Նոյեմբերի 16-ին անպայման գնացեք ընտրությունների եւ կապ չունի դուք փաստացի էսպային որտեղ եք բնակվում։ Եթե դուք ունեք ընտրելու իրավունք, ապա եթե նույնիսկ բնակվում եք Գյումրիում, Երևանում, Աշտարակում կամ Վանաձորում, դա ձեզնից խլելու է առավելագույնը օրվա ընթացքում 4 ժամ, որպեսզի հասնեք էջմիածին, մտնեք ձեր ընտրատեղամաս եւ կատարեք ձեր ընտրությունը։ Անպայման գնացեք ընտրությունների եւ բարձրաձայնեք այն, ինչը ձեզ տանջում է։